Նոր Հայաստանի կալանավորված անդամ Գևորգ Սաֆարյանը ստիպված է եղել դադարեցնել հացադուլը սպառնալիքների պատճառով։ Լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը։ Պատմեց, երրորդ օրը հացադուլի մեջ գտնվող Գևորգի պատժախուց են տեղափոխել սպանություն եւ ավազակային հարձակում կատարած 3 դատապարտյալների։ Նրանք են սպառնացել ընդդիմադիր ակտիվիստին։ Քրեական հանցագործները բաց տեքստով իրենք հայտարարել են, որ մեզ համար ակտիվիստները կամ այն անձիկ, ովքեր պայքարում են իրենց իրավունքների համար, դրանք հավասարազոր են ոստիկաններին եւ այդպիսի անձիկ չպետք է նույն խցում իր հետ մնան։ Գևորգ Սաֆարյանը նախկինում եւս հայտարարել է իր նկատմամբ ճնշումների մասին։ Կալանավորման պահից հացադուլով պահանջում էր իրեն տեղափոխել առանձին խուց։ Եթե քրեակատարողական հիմնարկի վարչակազմը չցանկանա, այդպիսի բաներ տեղի չեն ունենա, ասում էր փաստաբանը։ Հայրապետյանի համոզմամբ պատահականությունը բացառված է։ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ սադրանք է նախապատրաստվում։ Նրա կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում։ Այսօրվա հայտարարությամբ ուզում են պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել եւ կանխել Սաֆարյանի նկատմամբ հնարավոր բռնությունները։ Մենք նախապես ենք ահազանգում այս մասին, որ պետությունը պարտավոր է կալանավորվածների կյանքի առողջության պահպանության հարցերով զբաղվել, առավել եւս, երբ քաղաքականությամբ զբաղվող կամ քաղաքական գործիչների կամ հասարակական գործիչների գործունեության հետ կապված, երբ որ կալանավորում է լինում, այս դեպքում նաեւ մենք գործ ունենք քաղաքական գործի հետ, իսկ այն, որ Գևորգ Սաֆարյանը քաղաք բանտարկյալը հենց սա հաստատում է հենց պետական մարմինների գործողություններով։ Փաստաբանի պնդմամբ այս պահին Գևորգ Սաֆարյանը դժգոհ չէ կալանավայրի պայմաններից։ 6-րդ խցում է, մի խոսքով քրեական աշխարհի հետ կապ չունեցող անձիկ են։ Եվ այս խուցը համարվում է փոքրինչ պաշտպանված խուց համեմատած այդ մնացած խցերի, որովհետև Գևորգի ասելով այս խցում չի տարածվում այդ կրիմինալ աշխարհի ազդեցությունը։ Ուղղակի մեր մտավախությունը նա է, որ քանի օր կմնա այդ խցում։ Ըստ Նոր Հայաստանի անդամ Վարուժան Ավետիսյանի, վարչախումբը չի ապահովում Գևորգ Սաֆարյանի անվտանգությունը։ Բաղրամյան 26-ի հրամաններով կազմակերպվող գործողություններ են։ Վարուժան Ավետիսյանն այսօր ընթերցեց նաև Գևորգ Սաֆարյանի կալանավայրից հղած խոսքը։ Այսօր խոսքս ուղղում եմ առավելապես երիտասարդներին։ Ցավոք, ազատությունը դեռ ոչ մեկին չի տրվել նվեր եւ նաեւ մեզ չի տրվելու։ Ազատությունը կարելի է նվաճել միայն պայքարով եւ որոշ դեպքերում նաեւ զոհաբերությամբ։ Մենք արժանի չենք ապրել նման իրականության մեջ, որտեղ տգետ եւ անմարդկային օլիգարխները իրենց մեր գլխին տեր ու տիրական են զգում։